այստեղ մտնելուց առաջ տեսանք հրապարակը, որը կառուցվել է երկրորդ նախագահի օրոք, մշակույթի տունը ասացին, որ կառուցվել է, ել չեմ խոսում աղետի գոտու բազմահազար բնակարանների մասին։ Մենք ունեցել ենք կառուցող նախագահ եւ միասին պիտի կառուցենք ու վերակառուցենք մեր երկիրը հունիսի 7-ից հետո ու միասին դա պիտի անենք։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, դուք հետևում եք ընտրարշավին, տեսնում եք հարցազրույցներն եք լսում, տեսնում եք այն բառամթերքը, բառապաշարը, որ օգտագործում է իշխող թիմը, իր թեզերին անգամ այստեղ չեմ ուզում անդրադառնալ, այսօր չեմ ուզում անդրադառնալ, գործընկերներս վստահ եմ կանադառնան, ամեն օր անդրադառնում ենք։ Ուզում եմ այլ բանի անդրադառնալ։ Ամենաշատ տրվող հարցը մեզ այս ամբողջ ընթացքում հետևյալն է։ Լավ, բայց հնարավոր է, կլինի, մեկ էլ ասում եք, որ այս ընտրություններով գնացող չի։ Ժողովուրդ ջան, եթե հունիսի 7-ին մենք գնանք ընտրատեղամասեր, համոզենք մեր հարևաններին, բարեկամներին, ովքեր արդեն զզվել են այս իրականությունից, գնալ ընտրատեղամասեր ու իրանց քվեով մերժել այս իշխանությանը, այս իշխանությունը գնալուց բացի այլ տարբերակ չի ունենալու, հնարավորություն չի ունենալու մնալու, ու այդ գործում իրան ոչ Թրամփը, ոչ Ալիևը, ոչ Էրդողանը չեն կարողանալու օգնել, դուք եք ձեր քվեով որոշում ով է Հայաստանում լինելու իշխանություն, ուզում եմ շատ լավ պատկերացնենք այս մասնակցության կարևորությունը, այո, վախով, վարչական ռեսուրսով, ինքը ունի մի զանգված, որին մոբիլիզացնում է 100%-ով ու իրենք գնում են ընտրության, իրանց տեսակետը ասում են, եթե մենք քիչ ենք գնում 50%-ից, այդ զանգվածը լինում է մեծամասնություն ու որոշում է մեր ճակատագիրը, մենք շատ պարզ բան ենք ասում, եկեք այնպես անենք, որ այս երկրում փոքրամասնություն կազմող հատվածը, մեր արժեքներին հակառակ հատվածը չորոշի մեր ճակատագիրը, ոնց որ եղել է 2021-ին, ու մենք գիտենք, որ միասին դա իրար հետ կարող ենք անել։ Եվ ինչ է ու որպեսզի վստահ լինեք, որ սրանք խոսքեր չեն ուղղակի լավատեսություն չեն փոխանցում։ Սա ամիսների աշխատանք է, որ իրականացրել է այս թիմը, անտեսանելի աշխատանք։ Ու ինչ է արել։ Միակ թիմն է Հայաստան դաշինքը, որ բոլոր 2000 տեղամասում ունի վստահված անձինք, ունի հանձնաժողովի անդամներ, ստեղծել է համակարգ, առցանց կերպով բոլոր ընտրախախտումների մասին տեղեկանալու համար, վերահսկելու համար, այսինքն դուք գնալու եք քվեարկեք, մենք տեր ենք կանգնելու ձեր ձայներին ու դրանով բերելու ենք փոփոխություն, որևէ ձեր ձայն չի կորելու, ապարդյուն չի գնալու։ Եվ մի հատ էլ կարևոր բան այս կոնտեքստում, գիտեմ մեզ շատ են ասում, որ վախեցնում են մարդկանց, ասում են ընտրությունները գաղտնի չի, կարող են տեսնել դուք ում եք քվեարկել, ում չեք քվեարկել։ Սիրելի հայրենակիցներ, որևէ տարբերակ ձեր ընտրությունը ստուգելու, տեսնելու դուք ում եք քվեարկել, ում եք մերժել, ում եք ընտրել, ուղղակի գոյություն չունի։ Դա անում են ձեզ վախեցնելու համար։ Դուք քվեախցիկում մենակ եք ու դուք ձեր խղճով ու մտքով եք որոշում ձեր ընտրությունը։ Դա ոչ ոք չի կարող ստուգել։ Դրա համար խնդրում ենք հունիսի 7-ին անպայման գիտենք, որ այսքանս մասնակցելու ենք, խոսենք այս մի շաբաթվա ընթացքում վերջին, մեր հարևանների, մեր բարեկամների հետ իրենց խնդրենք գնալ ընտրության, որպեսզի ժողովուրդ, այս 8 տարիներին ինչ իրենք արել են մեր հետ, ինչ ապօրինություն, շատերիդ վրա կա քրեական գործեր, շատերիդ վախեցնում են աշխատանքից ազատել, շատերիդ ազատել են արդեն աշխատանքից, այն բառապաշարով, որ խոսում են իրենք մեր հասարակության հետ, այն որ բռնում են մարդուն, ասում են ինչի դու չես նահատակվել, այս ամենի պատասխանը բոլորով տանք հունիսի 7-ին։ Եվ ավարտելով, մենք չենք կարող իսկապես տնտեսական թեմաներից կարող ենք խոսել, մեր կրթական ծրագրերից կարող ենք խոսել և դրանք իսկապես շատ կարևոր են, բայց մեր ընտրությունը նաև շատ պարզ է։ Մի կողմից Ադրբեջանն է, Թուրքիան է,
այլ գերտերություններ են նաև իրենց սրտի թեկնածուով, որոնց ուղիղ աջակցում են, եւ դա միջամտություն է մեր ներքին գործերին։ Մյուս կողմում Հայաստանի թեկնածուն է։ Մենք Հայաստանի եւ որևէ այլ երկրի մեջ չենք կարող չընտրել Հայաստանը։ Ու երբ մեզ հարցնում են, իսկ հաղթելու ենք, ժողովուրդ ջան, մեզ ուրիշ տարբերակ ուղակի չեն թողել։ Հաղթելուն այլ ընտրանք չունենք մենք։